is truly historic. Սա պատմական իրադարձություն է։ Մենք չենք հրաժարվի Արցախից։ Երբեք։ First time when President of Azerbaijan Առաջին անգամ է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող միջոցառմանը, թեկուզ հեռակապով։ Both Armenia and Azerbaijan already see. Եվ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության գործնական օգուտները։ Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն։ Հարավային Կովկասում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի լուսարձակների տակ ու դրանցից հեռու սկզբունքորեն տարբեր տրամադրություններ են եղել։ By thanking Prime Minister Pashinyan, Թույլ տվեք շնորհակալություն հայտնել խիզախ քաղաքական որոշումների համար, որոնցով նա ավելի է մոտեցրել Հայաստանը Եվրամիությանը։ Եվրոպական խորհրդի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը ավելի շատ է մոտեցել Եվրոպային, որովհետև Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է արել այդ ուղղությամբ։ Խիզախ քայլեր ասելով Կոշտան նկատի ունի հավանաբար այն, որ հենց Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հավաքի ժամանակ Պրահայում է Փաշինյանը ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո այնքան աննախադեպ հարաբերություններ են ստեղծվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանում անցկացվող միջոցառման է մասնակցում հեռակապով։ first time Առաջին անգամ է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող միջոցառմանը, թեկուզ հեռակապով։ Հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ 2028 թվականին այցելելու Ադրբեջան։ Փաշինյանը չի կարողացել ծիծաղը զսպել Ալիևի սպասվող ելույթի մասին խոսելիս։ I invite the members Իսկ Ադրբեջանի նախագահը խոժոռված է միացել գագաթնաժողովին։ Առաջին շնորհակալությունը նա ոչ թե հավաքը հյուրընկալող Հայաստանի վարչապետին, այլ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային է ընծայել։ Կոշտան է 2 ամիս առաջ Բաքու այցի ժամանակ համոզել իրեն տեսակապով միանալ քննարկմանը։ Նա համաձայնել է նաև 2028 թվականի մայիսին Ադրբեջանում անցկացնել Եվրոպական քաղաքական համայնքի հերթական հավաքը։ Armenia also supported our candidates. Հայաստանը դրան նույնպես աջակցեց։ Սա ապացույց է, որ խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իրողություն է։ Ադրբեջանը հիմա ունի Հայաստանում իր դրածոյին, իր ենթակային, իր առաջ խոդարվածին եւ Ադրբեջանի բոլոր պահանջները, նախապայմանները սա հնազանդ կատարում է։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունում վստահ են քաղաքական օկուպացիայի օրեր են Հայաստանում։ Ալիևը համաձայնվել է, որ այստեղ անցկացվի, որպեսզի Նիկոլը վերարտադրելու շանս ունենա, որը արդեն 0-ի է մոտենում, եւ բնականաբար Նիկոլն էլ աջակցել է, որ հաջորդ տարի նրանք գնան Ադրբեջան Ալիևին աջակցելու։ Այս զույգը սինխրոն համատեղ աշխատում են մեր ժողովրդի պետականության դեմ։ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն Փաշինյանն էլ է ընդունում, ինքն ու Ալիևը նույն խոսույթն են օգտագործում։ առաջին անգամ մեր համատեղ պատմության ընթացքում Հայաստանը եւ Ադրբեջանը օգտագործում են կամ նույն կամ շատ նման խոսույթ։ Մեր թաղավարում է ադրբեջանագետ պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը, բարև ձեզ Տիկին Հայրապետյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Փաշինյանը իբրև պատմական աննախադեպ ձեռքբերում է արդեն ներկայացնում այն, որ Ադրբեջանն ու Հայաստանը խոսում են ըստ էության նույն լեզվով, նույն խոսույթն են օգտագործում։ Դե երևի ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը, այլ Փաշինյանն ու Ալիևը, բայց ինչև է սա ձեռքբերում է։ Իրականում ես տևական ժամանակ փաստերով ապացուցում եմ, որ նրանք խոսում են նույն խոսույթներով, որը ուղղված է Հայաստանի Հանրապետության, հայկականության, հայկական մշակույթի դեմ։ Ես դա հատկապես ընդգծված ցույց եմ տվել հակաեկեղեցական արշավի մեկնարկից ի վեր, պարբերաբար ցույց եմ տվել, որ սահմանադրության փոփոխության, եկեղեցու դեմ, հայկական մշակույթի, հայոց պատմության, այդ իրական առասպելական Հայաստանների, հայոց բանակի, դաշնակցություն կուսակցության եւ այլ ինքնութենական թեմաների հետ կապված Փաշինյանը կրկնում է Ալիևի խոսույթը, ոչ թե այդպես համաձայնեցված խոսում են խաղաղությունից, այդպիսի թյուրընկալում թող չլինի, այլ համաձայնեցված խոսում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ընդդեմ պատմականության, ընդդեմ ինքնության։ Իսկ Փաշինյանը դա ներկայացնում է այն կոնցեպտում, որ երկուսն էլ խոսում են խաղաղության մասին եւ ուրեմն խաղաղությունը իրողություն է։
Փաշինյանը շատ հայտնի է ծուր հայլիների աշխարհում ապրելու իր կոնցեպտով, երբ ինքը արդեն հայտնի երևույթ է, իսկ այդ երևույթը արդեն հայտնի է, որ ինքը բառացի կրկնում է Ալիևի խոսույթը, փորձում է ներկայացնել որպես խաղաղությանը միտված քայլ։ Ես ասում եմ, այդ ամեն ինչին պետք է նայել փաստերով։ Փաստական Ադրբեջանի հրահանգով Փաշինյանը անցած տարվա մայիսից հարձակվում է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Փաստական այդ իրական Հայաստանի կոնցեպտը, որը ոչ թե սահմանների մասին է, այլ Հայաստանի Հանրապետության տակից հայոց պատմությունը տանելու մեզ պատմականությունից ու գաղափարից զրկելու թեմայով խոսում է Ալիևի հետ նույն տրամաբանության մեջ։ Փաստացի հայոց սահմանադրության մեր սահմանադրության փոփոխության հետ կապված խոսում են լիարժեքորեն նույն դրույթներով եւ նույն պահանջներով, այդ թվում անկախության հռչակագրի թեմայով։ Փաստացի նույնը վերաբերվում է նաև տարբեր այլ երևույթներին, օրինակ հայոց բանակին, ինչպես ժամանակին Ալիևն էր մեր բանակը կոչում դասալիքների բանակ, այնպես էլ վերջերս Փաշինյանն է այդ բանակը որակով որպես փախնողների բանակ։ Այսինքն այն ամեն ինչ դրված է մեր պետության, պետականության գաղափարական հիմքերի կիզակետում այդ թեմաների շուրջ Փաշինյանը բառացի կրկնում է Ալիևի խոսույթը։ Հիմա որպեսզի այդպեսի չասի, բնականաբար ասում է թե իբրև դա խաղաղությանը միտված գործընթաց է։